Հանրայինի եթերում եղանակի ժամն է, ես Գագիկ Սուրենյանն եմ, բարև ձեզ։ Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցման պայմանավորված մարտի 13-ի լույս 14-ի գիշերը ու առավոտյան, մարտի 15-ից 16-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ լեռնային եւ նախալեռնային գոտիներում, ձյան հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-ից 16 ընկած ժամանակահատվածում միայն գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 7-ից 10 աստիճանով։ Մարտի 13-ին հանրապետության տարածքի եղանակային պայմանները կձևավորեն երկու տարբեր օդերևութաբանական երևույթներ։ Լոռին, Տավուշը, Գեղարքունիքը եւ Սյունիքը կշարունակեն գտնվել հյուսիս-արևելյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, իսկ հանրապետության մյուս շրջաներում օդային հոսանքները աստիճանաբար կդառնան հարավ-արևմտյան։ Արբանյակային լուսանկարը ցույց է տալիս, որ խիտ անպամացությունը հատկապես կպահպանվի Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում մյուս շրջաներում փոփոխական անպամացություն է։ Այսպիսով այսօր գիշերը եւ վաղը ցերեկային ժամերին երկրի մեծ մասում կդիտվի առանց տեղումների եղանակ, բացառություն կկազմի Լոռի, Տավուշը, Գեղարքունիքը եւ Սյունիքը, որտեղ առանձին հատվածներում թույլ տեղումները ձյան տեսքով կշարունակվեն։ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրվա ընթացքում էապես չի փոխվի։ Այժմ տեսնենք, թե ինչ ջերմային ֆոն եւ մթնոլորտային երևույթներ կդիտվեն հանրապետության մարզերում։ Շիրակում տեղումներ չեն լինի, գիշերը մարզում սպասվում է 6-ից 10 աստիճան ցուրտ, ցերեկը 2-ից 5 աստիճան տաքություն։ Տեղումներ չեն սպասվում նաև Կոտայքում, լեռնային գոտիներում գիշերը պետք է սպասել 6-ից 9 աստիճան ցուրտ, ցերեկը 2-ից 5 աստիճան տաքություն։ Նախալեռնային գոտում գիշերը 0-ից 3 աստիճան ցուրտ է, ցերեկը 6-ից 10 աստիճան տաքություն է։ Գեղարքունիքում առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ ձյան տեսքով, գիշերը սպասվում է 6-ից 10 աստիճան ցուրտ, ցերեկը 1-ից 4 աստիճան տաքություն։ Լոռի, Տավուշ հատվածում անպամացությունը կպահպանվի, առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ թազձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Լոռիում գիշերը կգրանցվի 0-ից 3 աստիճան ցուրտ, ցերեկը 2-ից 6 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային գոտում գիշերը 0-ից 2 աստիճան ցուրտ է, ցերեկը 3-ից 7 աստիճան տաք է։ Տավուշի ցածրադիր հատվածներում գիշերը 0-ից 3, ցերեկը 6-ից 9 աստիճան տաքություն է։ Արագածոտնում օրը կանցնի առանց տեղումների, լեռնային գոտիներում գիշերը պետք է սպասել 6-ից 10 աստիճան ցուրտ, ցերեկը 2-ից 5 աստիճան տաքություն, նախալեռնային հատվածներում գիշերը 1-ից 5 աստիճան ցուրտ է, ցերեկը 6-ից 10 աստիճան տաք է։ Տեղումներ չեն լինի նաև Արարատյան դաշտում, Արարատի նախալեռներում գիշերը պետք է սպասել 1-ից 3 աստիճան ցուրտ, ցերեկը 8-ից 11 աստիճան տաքություն, Արարատի ցածրադիր գոտում գիշերը 0-ից 2 աստիճան ցուրտ է, ցերեկը 10-ից 13 աստիճան տաք է, Արմավիրում գիշերը 0-ից 2 աստիճան ցուրտ է, ցերեկը 10-ից 13 աստիճան տաքություն է։ Վայոց-Ձորում օրը կանցնի առանց տեղումների, չնայած կնկատվի փոփոխական անպամացություն, լեռնային գոտում գիշերը 7-ից 10 աստիճան ցուրտ է, ցերեկը 2-ից 5 աստիճան տաք է, նախալեռնային հատվածներում գիշերը 0-ից 3 աստիճան ցուրտ է, ցերեկը 10-ից 13 աստիճան տաքություն է։ Սյունիքում անպամացությունը կպահպանվի, առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Լեռնային գոտում գիշերը պետք է սպասել 7-ից 10, ցերեկը 0-ից 2 աստիճան ցուրտ, նախալեռնային գոտում գիշերը 1-ից 4 աստիճան ցուրտ է, ցերեկը 1-ից 5 աստիճան տաքություն է, իսկ հովիտներում գիշերը 1-ից 4, ցերեկը 8-ից 12 աստիճան տաք է։ Երևանում տեղումներ չեն սպասվում, գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0-ից 2 աստիճան ցուրտ, ցերեկը 8-ից 10 աստիճան տաքություն։ Այսպիսին էր մեզ սպասվող եղանակը Հայաստանում, ցտեսություն։